Մենք հայկական ավանդույթով ընդդիմություն չենք, որ անպայմանորեն դիմացինի ոտքերից քաշեն գերեզման, որ տնեցիները իրեն ասեն, որ դու ընդդիմադիր ես։ Մեզ մոտ այս ընդդիմադիրության այս մշակույթն է, անտագոնիզմի մշակույթ, մարքսիզմով է, անպայմանորեն դիմացինին հակառակվես, հակառակով խոսես, որ դու լինես ընդդիմություն։ Մեզ մոտ այս տրամաբանությունն է եւ նաեւ անպայմանորեն պետք է հակառակ բևեռից լինես, եթե դիմացին արևմտամետ է, դու որպեսզի ընդդիմություն լինես, դու պետք է հուսամետ լինես, դու պետք է ուրեմն լավ ամերիկամետ լինես, որովհետեւ եթե եվրոպամետ լինես, ընդդիմություն չես։ Այս համակարգից մենք դուրս ենք։ Մենք ընդդիմություն ընկալում ենք ժամանակակից աշխարհի առաջավոր զարգացած պետությունը տրամաբանության մեջ, իրենք ընդդիմություն են պետությանը։ Մենք ընդդիմություն ենք դասական ընկալումով, շատ հարցերում իշխանության հետ համաձայն չենք, ինչի մասին մենք ասում ենք, մեկի համար ասացի, մենք ազգային անվտանգություն չենք ընդունում, մենք ընդունում ենք պետական անվտանգության դոկտրինը եւ ընդհանրապես պետական անվտանգության փիլիսոփայությունը։ Եվ տարբեր հարցեր կան, կա տնտեսական հարցեր, կարող տնտեսական հարցերով իշխանության հետ որոշ հարցերում տնտեսության կոնցեպցիայի հարցով, օրինակ իշխանությունը տնտեսության զարգացման հարցում լիբերալ է, կարող եմ ասել նույնիսկ լիբերտար է, լրիվ ուլտրալիբերալիզմի կոնցեպցիայի տեսանք շրջանակներով է մտածում, մենք այդպես չենք մտածում, մենք օրդոլիբերալիզմի, չափավոր լիբերալիզմի կողմնակից ենք։ Ասեմ շատ բաներ նաև որ կարող է նաև համընկել է, բայց ես կարծում եմ նաև կամ մենք նույնական ենք, կամ էլ իշխանությունը մեզնից վերցել, օրինակ բալանսի քաղաքականությունը, քրիստոնեժողովրդական կուսակցությունը 5 տարի, 7 տարի ասում է բալանսի քաղաքականություն մենք իրականացնենք։ Այստեղ գուցե իշխանության հետ նույնականություն կա, բայց մենք իրենցից առաջ ենք դրա մասին ասել։ Հայաստանի պատմությունը պետք է փոխվի, քրիստոնեժողովրդական կուսակցությունը առաջ քաշել, որի իշխանությունը վերցել է։ Այստեղ մենք իշխանության հետ հերրակա համագործակցության հնարավորություն ենք տեսնում, բայց այլ տարբեր հարցերով մենք տարբեր պատկերացումներ ունենք։ Մեկը ասեցի մեր տնտեսության զարգացման կոնցեպցիան է իշխան, եթե հարկ լինի, դա կբացենք ինչ-որ մի օր։ Իշխանությունը լիբերալիզմի, ուլտրալիբերալիզմի փիլիսոփայության մեջ է, քրիստոնեժողովրդական կուսակցությունը ընդունում է օրդոլիբերալիզմի, չափավոր լիբերալիզմի կամ լիբերալիզմը կարգի մեջ էս տեսանկյունից, դեռս մենք մի քիչ էլ էս մասով ենք տարբեր։ Իսկ մնացածից մենք տարբեր ենք շատ բաներով։ Մենք մերժում ենք օրիենտացիոն քաղաքականությունը։ Մենք գտնում ենք, որ օրիենտացիոն քաղաքականությունը վնասակար է, որովհետև կուսակցությունները չեն կայանում, անընդհատ բաներ են կպցնում, արևմտամետ ուժեր։ Մենք արևմտամետ չենք։ Մենք ոչ էլ ուդմուրտամետ ենք, ոչ էլ չինամետ ենք, ոչ էլ ռուսամետ ենք։ Մենք հայաստանակենտրոն քաղաքական մտածողություն ունեցող կուսակցություն ենք։ Մենք մերժում ենք օրիենտացիա, բայց կպցնում են, էս էլ են կպցնում, էս էլ լավ չի։ Եվ ես դիմում եմ նաև մեր քաղաքական ուժերին, իրենց եվրոպամետ համարողներին, եթե դուք ձգտում եք Եվրոպա, արևմուտք, դուք պարտավոր եք ընդունել նաև արևմուտքի պարլամենտարիզմի մշակույթը։ Արևմտյան պարլամենտարիզմի մշակույթում կողմնորոշումներ չկան, կան աչեր, ձախեր եւ կենտրոն։ Դուք պարտավոր եք այդ համակարգը ընդունել։ Բայց մեզ մոտ տեսեք 30 տարի շրջանցեց է պարլամենտարիզմի կառուցվածքը, աչ, ձախ, կենտրոն, մեզ մոտ դրված է իշխանություն, ընդդիմություն, արհեստական հակադրությունների համակարգը։ Իշխանությունը ովքեր են, մարդիկ են, ովքեր որ շատ ձայն են հավաքել, դարձել են իշխող։ Ընդդիմությունը այն մարդիկ են, ովքեր ոչ քիչ ձայներ են հավաքել, դարձել իշխանությանը ընդդիմադիր, բայց դա իշխանական կառույցներում զբաղեցրած տեղն է։ Քաղաքական դաշտում մեր զբաղեցրած տեղը պետք է լինի աչ, ձախ, կենտրոն։ Հիմա մենք սա մերժում ենք։ Դե մենք տվել իշխանություն, ընդդիմություն, կեղծ դիսկուրսը, արհեստական, որը քաղաքական դաշտի հետ կապ չունի։ Պարզապես մեկը շատ է, մեկը քիչ է։ Այս համակարգը մեկը շատ է իշխող է, մեկը քիչ է ընդդիմություն է։ Քաղաքական դաշտում պետք է լինի կուսակցությունը, ես մեր ժողովրդին առաջարկում եմ, վաղը միսօր կուսակցությունները որ գան, այտենց եվրոպական արտաքինով, ռուսական արտաքինով, կասեն մենք եվրոպամետ ենք, ասում եք գնում եք թազա հետ եք գալիս։ Ուդմուրտամետ է գնում եք նորից մի լողացած հետ եք գալիս ինձ ասում եք դուք աչ եք ձախ եք թե կենտրոն եք որպեսզի հետագայում աչերը եւ ձախերը չմիավորվեն իրար ինչպես Հայաստանում է եղել աչերը եւ ձախերը սոցիալիստական ուժը միավորվել է հարուստ դասակարգի հետ եւ խեղդում է ինչու
Որովհետև սա լղոզած է, տեղը դրած է, ես ոչ աչք կա, ոչ ձախ կա։ Պարլամենտական, եվրոպական ուժերը, եվրոպական մտածողությամբ, արևմտյան մտածողության քաղաքական ուժերը մերժում են արևմտյան պարլամենտարիզմը։ Արևմտյան պարլամենտարիզմը ձեր հնարած կոնցեպցիաներով չի աշխատում, ես Եվրոպայում եմ գնամ խորհրդարան, նա աշխատում է աջ, ձախ, կենտրոն։ Լիբերալ եք, սոցիալիստական եք, սոցիալ-դեմոկրատ եք, լիբերտալ եք, տատար եք, ինչ եք։ Դուք պետք է ասեք, աջ եք, ձախ եք, դե կենտրոն եք, որովհետեւ մարդիկ կողմնորոշվեն։ Այսինքն մեր քաղաքական ուժերն են պարլամենտարիզմի մշակույթը այլասերում, եւ սա լավ չի։ Ինչեւ սա ասում, որովհետեւ խորհրդանական համակարգում խորհրդանին հակակշռող ուժ չկա։ Խորհրդանը հակակշռում է ներսից բևեռներով, աչեր, ձախեր, կենտրոն։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը աջ կենտրոնի կուսակցությունը։ Թող իրենք էլ հայտարարեն, իրենք ովքեր են, որովհետեւ մենք իմանանք ինչ գաղափարախոսական պայքար է։ Չգիտեմ, կամ չգիտեն, գիտեք հարցը որն է, որովհետև հասարակությունը ինքը պիտի պահանջի ուժերից, որովհետև հասարակությունը չի պահանջում, քաղաքական ուժերը զարգանալու խնդիր չունեն։ Չեն գնում կարդում, չեն գնում գաղափարախոսությունները մի հատ վերանայում, կարդում իրենց գաղափարը, չեն զարգանում, ինքը Եվրոպան մետախապում է վրան գալիս։ Վաղաշապատի օրինակը ունիվերսալ չի։ Մենք կարող ենք այդ դեպքում վերցնել Գյումրի օրինակը, որտեղ չի կրկնվել, եղել է հակառակը։ Այսինքն դա այստեղ չհամեմատում։ Բայց նույն ուժերը չեն անցել։ Ուժերի հարաբերակցությունն է տարբեր։ Ուժերի հարաբերակցությունը տարբեր է, բայց ուժերը նույնն են։ Այո։ Դե այդպես ստացվել է։ Նա պարզ է, որ մենք ուսակցաշինության խնդրեմ ունենք, որովհետև մեր կուսակցական պետականաշինության կյանքը, կուսակցական համակարգի կայացումը եղել է աղճատումներով, եղել է խնդիրներով, ընտրությունների զեղծարարությունը չի կարող թույլ տալ, որովհետեւ կուսակցություններ առաջ են։ Այսինքն մեր մինչ հեղափոխական կյանքի այլանդակության պայմաններով կուսակցությունը չէին կարող լինել։ Այս մեզ խանգարում է քաղաքական մտածողությունը, մեր կուսակցությունների նույնիսկ անվանումների մեջ գաղափարախոսությունը չի երևում։ Ածականներով կուսակցություններ են, ասենք վերածնվող Հայաստան, ոչ կուսակցություն է։ Ինձ թվում է ԿԳԲ-ի մոտ լաբորատորիա կա, կուսակցություններ են սարքում անընդհատ, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հոգևոր Հայաստան։ Սա ինչ ձևակերպում է։ Կուսակցությունը ո՞ց կարող է, ասենք վերածնվող Հայաստան կուսակցություն լինել։ Այսինքն նույնիսկ այս լեզվամտածողությունը կուսակցությունների անուններն էլ գաղափարախոսությունների մեջ չի երևում։ Սա էլ մի կողմից է լղոզում։ Կա օրիենտացիայի քաղաքականությունը, որը վնասակար է։ Արտաքին քաղաքական կողմնորոշումները բերվել է քաղաքական դաշտ, ներքաղաքական դաշտ, որտեղ գաղափարախոսական պայքար չկա։ Կա պարզապես օրիենտացիաների բախումներ, դու ռուսամետ ես, դու ես, դու ես, այս էլ չի թողում կուսակցություններ կայանա։ Մեր հասարակության մեջ էլ է ներդրված այս մտածողության համակարգը, որ անպայմանորեն արևմտամետ ուժեր կա, ինքը դասավորել է մեր հասարակությունը, նաև վերլուծական դաշտը, վերլուծողներին վերլուծողները դասակարգել են, այս արևմտամետը, այս N-ը, այս N-ը, N-ը, հասարակությունը ինքն էլ է այդպես մտածում։ Եվ մեզ ենթադրել է, որ երկար ժամանակ է պետք, որովհետեւ Հայաստանում կուսակցաշինությունը կայանա, ինչ որ մի պահի մենք գանք գաղափարախոսությունների ծրագրերի, հələ ծրագիրը թողենք, ծրագիր հետո գրեք, գլխավոր գաղափարախոսությունների պայքարի, ասել դժվար է, որտեղ էլ եմ ասում, 30 տարվա ներդրված հակադրությունների համակարգ կա, մենք մտածում ենք իշխանություն, ընդդիմություն հակադրությունների համակարգով։ Եվ մենք բոլորս, մենք իհարկե չէ, բայց շատերը անընդհատ շրջանցում է խորհրդարանի կառուցվածքով հարցը քննելը, աճեր, ձախեր եւ կենտրոն։ Այդ է մենք հարցը sense կդնենք, օրինակ նայեք, վերցնենք, ասենք դաշնակցությունը, չէ՞։ Ձախ չէ դաշնակցությունը, գաղափարախոս, սոցիալիստական աշխարհայացող կուսակցություն։ 3 անգամ ամուսնացել է աճերի հետ։ Չի թույլատրում, գաղափարախոսությունն արգելում է։ Բայց սա ջրել են, որովհետեւ հասարակությունը չջոգի, որ ձախ աճ չի կարող միավորվել, ասել են իշխանություն ընդդիմություն, դե խնդիր կա, միավորվենք։ Նույնը շատ տեղերում արվում է հիմա, եւ սա չի թողում, որպեսզի կուսակցությունները գաղափարապես կայանան, բայց սա մեր հասարակությունից էլ է գալիս։ Ես առաջարկում եմ մեր ժողովրդին, կգան ձեզ մոտ, ասենք, ինչ արտաքինով ուզում են լինեն։ Ձեզ տանելու ենք Եվրոպա, ձեզ տանելու ենք Լուսին, ասում եք, ել եմ ասում, գնում եք, հետ եք գալիս, ներկայանում եք
ենք, նա դուք ինչ եք, աճ եք, ձախ եք, կենտրոն եք, հետո ձեր գաղափարախոսությունը դուք հասկանաք։ Բայց մի քիչ էլ օբյեկտիվ բան կա։ Նոր զարգացող ժողովուրդների կյանքում այդպես է կուսակցությունները կբացվեն, կփակվեն։ Այդ որ ասում են շատ է այդ կուսակցությունները, դա խնդիր չի, շատ պետք չի դրա վրա խորանալ։ Տրանզիտի ժողովուրդների, անցումների մեջ գտնվող ժողովուրդների կյանքում է դինում են այդպիսի բան։ Մի քիչ կզարգանա, ընտրություններ չեն կեղծվի, մրցակցություն կլինի, այդ կուսակցությունը հետագայում կփակվեն, կգնա, շատ մի անհանգստացեք։ Այսինքն այդ խնդիր չի։ Ամերիկայում էլ է այդպես։ Ամերիկայում այդ հայությունն ասում է երկկուսակցական համակարգ, երկկուսակցական կայացել է, ժամանակի շատ է եղել։ Հիմա կարծեմ գրանցված 5 հատ կուսակցություն կա, 5 հատ թե 6 հատ։ Բայց ձևավորել է երկկուսակցական համակարգ։ Բայց էլի ինձ մոտ էլ է եղել էս մեր վայրի 40,000 հատ կուսակցություն։ Այս մոտ լավ կլինի, որ բազմակուսակցական համակարգ։ Հիմա իհարկե ձևական բազմակուսակցական է, որտեղ մեկը ունի իշխող դիրք։ Բայց լավ կլինի, որ մեզ մոտ լինի բազմակուսակցական համակարգ։ Տարբեր կուսակցությունները կարողանան մրցել, որտեղ հայությունը ինքը ծնված օրվանից տառապում է միասնականության թեզիսով։ Այսինքն մի բան, որը հնարավոր չի, բայց ինքը տառապում է։ Ոչ մի ժողովուրդ էլ միասնական չի, իրենք իրենց պետության հետ ապրում են, խնդիր չեն դրել բոլորս իրար հետ միասնական լինենք, բայց հայության մեջ դրած է թեզիսը։ Նաև դրած է քաղաքական դաշտում, որ ասենք ինչ որ բևեռներ, որը ինքը իր համար է առանձնացրել, ասենք արևմտամետ միասնական լինեն, միասնական ուժերով մասնակցեն, եւ այս մտածողությունն է նայեք, որ չի թողում կուսակցությունները առաջանալ, լղոզվեք իրար հետ դարեք մի բան։ Եվ այս դաշտում, քանի որ այդ մեր ժողովրդի մի հատվածը ցանկություն ունի, այս դաշտում ներդրված ուժեր կան եվրոպական արտաքինով, որոնք ներդրված են, որպեսզի չմիանան, որպեսզի ձևացնեն պառակտում, որ այս հատվածի մեջ միություն չի լինում, բայց դե մենք էլ տառապում ենք, ժողովրդի միավորը տառապում է, ասում է ինչի՞ չեք միավորվում։ Եվ սա էլ իր պրոբլեմ է, ներդրված է, որպեսզի միասնություն թույլ չտա։ Թե չէ սա այսպես միասնական են շատ։ Ձգտում են միասնություն։ Դե հա, էդ էլ կա, այնպես չի որ բոլորն էլ ձգտում են, բայց իհարկե ժամանակին այդպիսի միտում կար, մեկ ընդհանուր կոալիցիայով հանդես գալու, իհարկե հիմա չկա այդպիսի միտում, ամեն քաղաքական կուսակցություն իր գաղափարախոսությամբ չասեմ, բայց իր ուղով է գնում։ Ես մեր ժողովրդին եմ առաջարկում, ասենք մի տառապեք էլի այդ միասնական լինենք, որ ինչ անենք։ Կուսակցություններ կան, կուսակցությունները կմասնակցեն, ում կուզեք կընտրեք, ում կուզեք չեք կընտրի, աշխարհի վերջը չի։ Դրանց այն դեպքում այդ ներդրված ես նկատի ունեմ դրա համար է։ Ներդրված են, բայց իրենք արևմտյան դաշտում գործունեություն ծավալում են, բայց իրանք իհարկե ռուսական կողմնորոշման են։ Նախ մենք եւ ոչ միայն մենք, շատ այլ կուսակցություններ Հայաստանի վատթարագույն օրերից հետո 5 տարի է գիշերցրեք պետական շահի պաշտպանությամբ է զբաղված։ Մենք 5 տարի է գոնե նվազագույնը արտաքին ագրեսիայի թեկուզ տեղեկատվական հոգեբանական բացատրական աշխատանքով մենք 5 տարի է զբաղված ենք մեր հասարակության իր պետական շահը բացատրելու շրջանակում մենք բավականին աշխատում ենք այս ուղղությամբ ընդհանրապես մի բան ճշտենք հետո պատասխանում ձեր հարցին։ Եթե մեր հասարակությունը որոշելու է ձևավորել կոնֆլիկտների խորհրդարան, թող ձևավորի եւ թող վայելի։ Թապես բաներ կա, որ մենք պետք է նկատի ունենանք։ Մեր հասարակության ներքին կառուցվածքը այսպիսին է։ Հիմա եկեք ոնց է, մենք մի քիչ էլ տառապում ենք, որ այդպես չլինի, բայց մենք օբյեկտիվ իրողություններից պետք է չփախչենք։ Այսինքն ոչ թե խոսարը կինո, հա։ Այսինքն մեր հասարակության հավաքական միջինը այսպիսին է, քաղաքական մտածում։ Ինչ է սպասում։ Խորհրդանի տեսքն է։ Ինչ է սպասում հասարակությունը խորհրդարանից։ Չէ մտածողությունը ինքը մեր հասարակության մտածողությունը ձևավորել է այսպիսի խորհրդարան այս փակ շղթան հաղթարելու համար հավանաբար կարող է ժամանակ պահանջվի այնպես ես ուզում ասել այնպես չտառապենք էլի պարտադիր գնամ մտեմ խորհրդարան այդպիսի մի հատ տառապանք էլ կհավասար մի հատված չիլնում այդպիսի բան աշխարհի վերջը չի խորհրդարան է քաղաքական ուժերը չեն ստեղծելու հաջորդ օրվանից դες մտեն խորհրդարան երբ կմտեն այսինքն նախ բացատական աշխատանքի խնդիր կա երկրորդը դեռևս այս կողմնորոշումների մտածում
մտածողությունը չի թողում, որ ջարդեք սա։ Սա շատ դժվար է, հասկանում եք, քանի որ այդ կողմնորոշումների մտածողությունը կա, ձևավորվում է այսպիսի խորհրդարան։ Այսպիսի խորհրդարան է ձևավորվում։ Եվ ասեմ նաև, որ իհարկե մեր ժողովրդի զգալի հատվածը դեպի արևմուտք, արևմտյան մշակույթ կողմնորոշված է, բայց ես ուզում հարց տալ էլի արևմտամետներին, այդ եթե իրականում այդպես է, ինչի դուք խորհրդարան չեք անցնում։ Եթե տենց է։ Դե ասում չեն ընդունում ես։ Դա ստացվում է, նայեք, դուք թեզիսը դնում եք արևմտամետ, հասարակության զգալի հատվածը կողմնորոշված է արևմտամետ, բայց արևմտամետ ուժերը չի ընտրում։ Այսինքն դուք փչացնում եք արևմուտքի հետ մեր հարաբերությունները։ Դուք դնում եք արևմտամետ, բայց բարձրացնում է արևմտամետ ուժ չի մտնում։ Հետևաբար դուք վնաս եք տալիս այստեղ պետությանը եւ նաեւ հասարակությանը։ Այսինքն տարբեր բաներ կա, մենք մեր ընտրությունների ժամանակ քրիստոնյա ժողովրդարական կուսակցությունը իր ծրագրերը կներկայացնի, մենք գտնում ենք, որ մենք մեր պետության մեջ ամենամշակութային պետությունն ենք, մենք մշակույթը շատ բարձր են գնահատում, այդ մեր ծառի բունն է, քրիստոնյա դեմոկրատիա, մեր ծառի բունն է, որի վրա հետո հազարումի բաներ է ձևավորվում։ Մեր արմատները քրիստոնյա դեմոկրատիայի մեջ է։ Գերմանիա երկրորդ աշխարհամետից հետո ոնց է ոտքի կանել քրիստոնյա դեմոկրատիայով, իրենց հավատի վրա հույսը դնելով, իրենց մշակույթով, դավանանքով։ Հիմա ասես շատ չթեքեն կրոնական, բայց մեր քաղաքական մտածողության հիմքը մեր մշակույթն է, մեր մշակույթի փիլիսոփայությունն է, իսկ տնտեսական արտաքին քաղաքականության կոնցեպցիան ասացի բալանսի քաղաքականությունն է, որը մեծ խելք է պահանջում, նայեք, դա բայց օրիենտացիոն քաղաքականությունը շատ մեծ խելք չի պահանջում, գնաս կողմնորոշվես բրծնես, սրա օգտի նրա դեմ, բայց բալանսի քաղաքականությունը ինչքան մեծ գիտելիք է պահանջում, որ այդ աշխարհի տրամաբանությունը հասկանաք։